նրան փոխել իշխանությունը գալիս։ Անպայման, բա ինչի՞ չի հաջողի, որ ամբողջ հայությունը Հայաստանը ասում եւ սրտի ցավով, թե ինչ է կատարում Հայաստանում, Թուրքը Հայաստանում իշխի։ Սամվել Կարապետյանը արտաքին ներքին քաղաքականություն կվարի հոյակապ ձևով, այնպես ինչպես որ տնտեսություն եւ մնացած բաներն է արտակարգվում։ Եթե Սամվել Կարապետյանը չլինի, Հայաստանը գնում է կործանման, չեմ ասում թրքացման, արդեն թրքացած է, որտեղ նայում եք ադրբեջանական դրոշներ։ Ինչի համար։ Որ համայնքից եք, Երևանից եք, թե Վանաձորից դեռ մենք չունենք Փարքասուլորում թուրքական դրոշներ, թող իր աջենոք հավանում եղնի թուրքական դրոշներ եւ ինքն է սուրճ խմի կամ պատի կանգնի թուրքական դրոշին նայելու մերը չէ ինքա տեղից է դրա համար եմ ասում ես իմ քաղաքում հա Գետ գյոզալ գյուղը հանձնենք որ ինքն Չէ ոչ մի բան չի անձնենք ընդհակառակը ասենք Հայաստանը 29800 քառակուսի կիլոմետր տարածքով ա եղել Արցախը 12500 քառակուսի կիլոմետր տարածքով ա եղել դրա համար երբ որ Սամվել Կարապետյանը ամեն ինչ անում է Հայաստանի Սփյուռքի եւ Արցախի համար ոնց ակնկալիքներ չունենանք մենք ակնկալիքներ ինչքան ասես թող թուրքապատակները ակնկալիք ունենան Նիկոլից Մենք հայերս համայն հայությունից ակնկալիքներ ունենք միայն մի մարդու Սամվել Կարապետյանից եւ հույսով ենք որ ինչքան մաքուր է նա այնքան մաքուր կլինի մեր երկիրը Տեսեք իշխանությունները ասում են ձեզ էլ ինչ է պետք խաղաղ ապրում ենք սահմանին կրակոցներ չկան թոշակները բարձրացրել են աշխատատեղեր են իրենք այսքան 7 տարվա ընթացքում բացել է էլ դրանից ավելի ինչ են ուզում որ մի հատ էլ հիմա փոփոխություն են Դե հիմա տեսեք իմ մազը է սպիտակա Ես ապրել եմ նաև Արցախում, իմ աշակերտները զոհվել են, ես աշակերտներս պատվին իմ մազերի չեմ ներկում, Արցախը կորցրել ենք, աշակերտի համար ես մազ չեմ ներկել, Արցախի համար ես ինչքան ցավ կապրեմ, երբ որ 20 տարի ես աշակերտ եմ, տասնյակ հազարավոր դաստիարակի պատմություն եմ սովորեցրել, իսկական պատմություն, անցածներ կա Ապագա պատմությունը դա պատմություն չի, մեկ, երկրորդը, ինչը վերաբերում է աշխատատեղերին, որ ասում եք աշխատատեղեր ստեղծված են, ասում են թոշակառուները թող աշխատեն, թոշակառուն գնա ինչ անի կանաչի ծախի, հավաքարար աշխատի, դուք կընդունեք թոշակառուներին որևիցե մի պետական հիմնարկություններում այն աշխատավարձով, որ նշում եք 200,000, 500,000, նույնիսկ 1 միլիոնանոց ուսուցիչ կա, հա ասենք մի հատ կա 1 միլիոնանոց ուսուցիչ հետո Բա թոշակառուներին վերջին հաշվով, ես չեմ ուզում ասեմ թոշակառու, ես ուզում ասեմ տարեցներ, եթե դեմ չեք։ Տարեցներ։ Միջին բիզնեսով զբաղվեն, իդեալական տարիք։ Հա, իդեալական տարիք, բա ինչի եք փոքր միջին բիզնեսները փակում են։ Կարապետյանի 5 քայլի մեջ փոքր միջին բիզնեսի մասին գրած է չենք հավատալու ենք, մենք այդ մարդկանց հնարավոր չի, որ չհավատան, օրինակ սրանք ինչ քայլեր, որ ասում են, այդ քայլը այդ ժողովրդի 70%-ը դժգոհ է, ինչի են դժգոհ, ինչի անդադ ավելանում Սամվել Կարապետյանի հավակնորդների քանակը, որովհետև այդ ակնկալիքները բազմաթիվ են, հիմա 5 քայլը հետո կլինի 50, հետո 500, ես վստահ եմ, որ կլինի, ուզում եմ Սամվել Կարապետյանին գրկեմ, սիրեմ, ասեմ, մեր հույսը, հավատը, վստահությունը նրա համար հանդեպ ձեզ, որ դուք այդպիսի լավ մարդիկ եք, իսկ լավ մարդուն արժե գրկել